$1 եւ $1000 հեռակառավարվող մեքենաներով այսօր կհասկանանք թե որն է ավելի լավը եւ 3 չելենջների շնորհիվ կպարզենք որ մեքենան իր տիրոջը կբերի հաղթանակ նաեւ շնորհակալ ենք բոլորի 400,000 բաժանորդի համար մենք ձեզ շատ ենք սիրում իսկ վիդեոն նկարահանվել է Էպոկա հյուրանոցում որը թույն տեղ է ձեր հանգիստը Ծաղկաձորում անցկացնելու համար Ուրեմն Լիլիթ այս անգամ դու շանս չունես եթե պատաբար անցած անգամ քեզ ընկավ թանկանոց դրոնը այս անգամ դες տարբերակ չկա որովհետեւ ոչ չինգաչունգ ենք անելու ոչ խուշտագիր ենք անելու այլ ուղղակի մենք ունենք այստեղ հաջողության անիվ որտեղ գրված է դեղինով Արսեն իսկ շագանակագույնով Լիլիթ որ գույնը ընկնում է այդ մարդները ստանում է $1000 բուլտով մեքենան իսկ որի վրա բնականաբար չի ընկնում ստանում է $1 մեքենա դու պատկերացնում ես $1 մեքենա ինչա լինելու բնականաբար Իրանը $1000 մեքենա է 3 2 Ես հիմա գիտեմ կոմենտներում մտնել են գրանց սարկացապես չկացես $1000 մեքենան ոնց կրա համեմատվի $1 մեքենայի հետ Այս գիգանտ է իմնա Այս քո $1000 մեքենան Ուրա ես այս ավտոյով դուրս սորերում կարամ քշեմ այս ավտոն Ես դες չեմ էլ ուզում ցույց տամ իմ մեքենայի տեսքը Դուք ուղղակի չեք պատկերացնում հենց նայեք էսի $1 մեքենան է Շքեղ Գեր շքեղ մեքենա Անենք unboxing Անենք ոնց եմ բացելու Ուրա այս ավտոն երևի ինձանից ծանր է Oh my god Ուրա ես ծանր է ոնց որ գանտել լինի Ընկերներ $1 մեքենա Տեսքը եթե անկեղծ $1 համար թույն չի իդեոլոգական է ինձ թվում է տեսքը Ուրա այս քույրը օկունեմ Այս ավտոսը սև են ձգել որ չընկնի Զենքը Օբա Ունենք մենակ առաջ, հետ, աջ, ձախ Չէ, ձախ, աջ Զայդշնիկ է ունենք Եթե զայդշնիկ ունենք, այդ արդեն ինչ-որ մի բան ասում է Այդ արդեն ասում է, որ այս ավտոն կշվում է Հասնեն Կշվեց Այս բծպուլ, դա թե հրացան է, ինչ է Ես սրից աղտվելու ձևը չգիտեմ Համբաջա Բանը չեղավ Ընկերներ, բայց ես պետք է հասկա Նայեք Պրուժիններ ունի ավտոսկը Բայսի ոնց եմ դնելու Տորսը նխի չի գորիս իմ զոքնի իրանից չի Ես հիմա ոնց հասկանամ ես սրատեղը որն Սրատեղը էս է Բայց ինձ հարմարանք է պետք Նայեք, եթե ես կարողանամ այս փոքր սեղանի վրա այս ավտոն ռազմորոտանեմ հակառակ, ուրեմն թույն ամեն ինչ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 Դե երգցելով կարացենք մենք ռազմորոտանենք, այդ լավ է թե չէ, ես նո շատ վատ է Ես կնված եմ այսօր Միացեմ ավտոսը Մա պետք է հասկանամ ես ավտոս ոնց է աշխատում բայց պետք է շատ չանեմ, որ զարյատկին չնստի Ուրա, 2 ակերներ, այսինքն 4 ակերներ կտտվում է 4 քաշալ ավտոս Ընկերներ, ստեղ պետք է ընդամենը ձեր հաջակցությունը անպայման լայքեք այս վիդեոն եւ բաժանորդագրվեք հենց իմ ալիքին Ովքեր դեռևս բաժանորդագրված չեն ալիքին, ես չեմ հասկանում, դուք եք նայում մեր վիդեոները Բաժանորդագրվեք հենց հիմա, որովհետեւ մեր ցանկությունն է մաքսիմալ շուտ հասնենք 400,000 բաժանորդ Ես չգիտեմ իհարկե կարող է այս վիդեոն որ տեսնում եք ինչքան բաժանորդ է մեզ մնացել Մենք այս վիդեոն նկարում ենք սեպտեմբերի 21-ին, բայց դուք ինձ թվում է նայում եք հոկտեմբերի 15 կամ 16 կամ 17 այդ մոտակայքերում Ես ինչ արագ ավտոս գնում չեմ հասկա Ուրա Բան ես հետ արի Սա հանամ ես փուֆիկի վրա Եթե հանամ ես փուֆիկի վրա Անպայման լայքում եք ես վիդեոն Հելելա Բաժանորդագրվում եք ու անպայման դնում եք ձեր լայքերը Լիլիթի խաթեր Ես վախենամ ես ավտոն հելի ոտիս վրա ավտոս չգիտեմ ավտոս, ոտս Մի բան լինի
Ուրեմն ընկերներ, եկել է առաջին չելենջի ժամանակը։ Մեր առաջադրանքն է սկզբնակետից հասնել վերջնակետ ավելի արագ, քան մրցակիցը։ Ունենք 3 փորձ Լիլիթ։ Պետք է հասնենք այն 2 չիպսոնը տեսնում ես։ Պետք է հասնենք իրանց մեջտեղով։ Կողքերով եթե հասնում ես, դու ֆինիշին չես հասնում, օքեյ։ Ինչ, առաջին փորձի ժամանակն է, ունենք 3 փորձ, հիշեցնում եմ։ 3 2 1 Գնա Արա ավտոյից վրա մի հելի ավտոյից վրա հելավ քշվի կապերը գնա Արա դու լոխ ես արա հելում են վրետ բան չես ասում արա բայց եթե անկեղծ քո ավտոն ավելի սիրուն է քան իմը քո ավտոն իմ ավտոյի վրով էր նոր գնում գիտես ես միամիտ արեցի որ քաշած չլիներ երթվում կարող է կրած լինել լավ չես այս առաջին փորձն է 1-0 օգուտ քեզ հելում խոտեի վրա արա բնություն ես փչացնում չի կարելի, արիստե, մեկ չի կարում քշի, դաժե չի կարում ավտոն կառավարի։ Բերեց հասցրեց է, խփեց գցեց եսի մոր։ Ուրեմն փորձ համար 2։ Էսի գոնե կրեմ, որ հաշիվը դառնա 1-1։ Բայց Լիլիթ, խոստացիր, որ իմ վրա չես քշի։ Աս ես անկեղծ միամիտ եմ արել, որովհետև ես չգիտես։ Դե ներողություն խնդրի։ Կներես։ Ահա, 3 2 1 Ախարա, ավտո գնա։ Գնացինք խփելս չիպսոնը գնացինք։ Վատես մտել եմ մեջով։ Չես մտել։ Կարևորը կողքերով չհասնեմ։ Դու ինչ արեցիր, խի վերջում տորմոս տվեցիր։ Ուզում եմ տալուստայի վրա ավտոս չընկնի։ Չէ, էսի հաղթանակ է, էսի 1-1։ Մեկ ուրիշ տարբերակ չկա։ Լիլ։ Հա։ Ինձ պիլոտ կտաս մի վայրկյանի։ Այսինքն 2-ի ժամանակ ես քշեմ, 1-ի ժամանակ դու։ Լավ չէ, լավ ոնց որ։ ազալու քո հետ հավասար է։ Մի վազի։ 3 2 1 Давай, արաքշվի։ Ոչինչ, $1000 մեքենա պլյուս $1 մեքենա, ինչ եք ուզում։ Բայց դե շոֆերությունից ոնց հասկանում եք Լիլիթը, մի հատ խնդրում եմ ներքև նայեք։ Արա ես ինչ մեղավ։ Զրո է։ Տեսա որ ստուս սպան։ Դե կարես առանց ձեռքի օգնության պես է հանես տեղից։ Չէ, սավատա։ Իսկ ես կարամ դուր։ Չէ, չլինում, ապուշ ավտա, ան։ Արի պուջուրս։ Давай, առաջինը չես կրե, երկրորդը կկրես։ Նայ։ Իվը մեռա, վարա, կորավ, անցնում ենք երկրորդ challenge-ն։ Դրսում ընկերս 21-րդ դարն է, իսկ թվականով 2025 թվականն է։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ հիգիենային հետևելը չի կարող լինել ամոթ։ Ես հիմա ձեզ ներկայացնում եմ այն, որից օգտվում եմ անընդմեջ, որովհետև դա կարևոր եւ անհրաժեշտ պրոցեդուրա է, որով պետք է անցնի յուրաքանչյուր տղամարդ։ Խոսքը գնում է թևատակի մազերի հեռացման մասին, որը ես միշտ վստահում եմ անթերիսին։ Իսկ ինչու է հենց անթերիս, որովհետև անթերիսում թևատակերի Ալեքսանդրիտի արժեքը ընդամենը 4000 դրամ է։ Անթերիսի սարքավորումների բարձր որակի շնորհիվ ցավը մինիմալ է։ Ու նաև, եթե դու չես ապրում Երևանում, դու ելի հնարավորություն ունես օգտվել անթերիսից, որտեղ անթերիս բացի Երևանից կա նաև Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում եւ նաև Կապանում։ Ժամանակ մի կորցրա, հետևիր քո հիգիենային ամեն օր։ Իսկ անթերիսը քեզ կօգնի։ Ամրագրելու համար հեռախոսահամարը այստեղ է, զանգիր ամրագրի քո տեղը հենց հիմա։ Ուրեմն ընկերներ, ես քանի մի քիչ ազատ ժամանակ ունեմ, Արսենը հաց է ուտում, էլի։ Ես ուզում եմ մի քիչ մեքենա քշել սովորեմ, որ Արսենը շատ լավ է քշում, ախր իսկ ես մոտ քշում եմ ուղիղ ընկնում եմ փոսը։ Ոյ։ Օրս իմ ավտոն էս ինչ էր անում, Արսենի ավտոստեղ մի մետր տեղել չի կարա գնա։ Իր համար մեկ է, ինչ փոս կա, ինչ փոս չկա։ Նայ։ Հրնա, իր համար մեկ է լեռի վիրոք։ Հուսամ իմ մեքենայի զայատկեն չի նստի, թե չարսեն ինձ հասած ժամանակ չի տալու, ասելու է, ահա, դու քո ավտոն չես կամ քշես, ես էլ հաղթում եմ։ Իսկ դուք չիպսոնի որ համն եք ամենաշատը սիրում։ Ես եթե անկեղծ արդեն պանիրի համար գրվում եմ, ուղղակի էս էլ մոտս մենակ մնացել, թե չէ որ պանիր լիներ, պանիր մի 10 հատ կուտեի։ Նայեք չիպսոն եմ կերել, նայեք ես ինչ լավ եմ քշում։ Իսկ դուք էս հզոր մեքենայի համար ինչքան գումար կվճարեիք։ Ես գիտեք արդեն ինչքան եմ վճարել։ Ես չեմ վճարել, Արսենն է վճարել։
Ինքն Արսենն է ձայն տալիս, ես էլ արդեն քիչ ու շատ սովորել եմ վարել։ Հիմա գնում եմ, որ հաղթեմ Արսենին։ Ինչ Լիլիթ, մեր մեքենաները կրկին հանդիպեցին։ Երկրորդ չելենջի ընթացքում մենք վերջապես կհասկանանք, թե ով է մեզանից ավելի լավ վարորդ։ Ուրեմն Լիլիթ, մեզ սպասում է շատ դժվարագին փորձություն, որովհետև մենք ժամանակով պետքա քշենք իսկական թրեքում։ Մրցույթը սկսվում է այնտեղից։ Պետքա գնաս, աջ թեքվես, դրանից հետո ձախ թեքվես, դրանից հետո կատարես շրջանաձև երթևեկություն, դրանից հետո գաս այս արանքով մտնես, ձախ թեքվես ու ֆինիշ։ Ով մեզանից ամենաարագը անցավ այս չելենջի միջոցով ստանում է միավոր։ Հաշիվը հիշեցնեմ, որ 1-0 է, ճիշտ է։ Իսկ դուք հիշում եք իմ մեքենայի փոքրությունը։ Հələ մի հատ ստեղ նայեք, մի հատ խնդրում եմ, ստեղ նայեք, ճարպիկից նայեք ու մի հատ հետո ստեղ նայեք։ Ուրեմն այս չելենջում ով որ բալետանում ինձ դնում է կոմենտներում կարմիր սրտիկներ, իսկ ով որ Լիլիթին Դեղին սրտիկ ընդեմ կարմիր սրտիկ։ Կարմիրները գո, գնաց։ Նորից պտտում ենք Լիլիթ, տեսնում ենք ով է առաջինը սկսում։ Գո։ Արսեն։ Okay, ես կսկսեմ։ Ես մտածելով բան չունեմ։ Ու Լիլիթ, զգուշացնեմ, ամեն անգամ երբ որ դու խփես այս կոնուսներին եւ նրանք ընկնեն, քո ժամանակին ավելանալու է +10 վայրկյան։ Հեն Արսեն պատրաստ ես։ Արսենը միշտ պատրաստ է։ Իմ մեքենան ինչպես տեսնում եք կանգնած է իր իսկական դիրքին ու ես պատրաստ եմ անցնել մեր հեշտ թրեքի միջով։ 1 2 3 Ora այս կամերան կապել ենք ավտոյից, вообще չի գնում ավտոս։ Իվայքյան, давай, ահա։ Արա չի քշվում, արա։ Ահա, давай, արի։ Մի խփի։ Արի։ Հայերս ասա այդ կենստում։ Թույլա, վերջա, давай։ Բամ։ 42 վայրկյան, 78 միլիվայրկյան։ Ավտոյիցս GoPro-ն կապել է, հայեր չէր քշվում ավտոս։ Խեղճացի լի։ Արս խնդրում եմ չխանգարես ինձ։ Դու պատրաստ ես։ Բայց չխանգարես։ Հաստատ պատրաստ ես, բայց 3 2 1 գնա ժամանակը։ Դեք չի Լիլի ջան։ Հետո մի քիչ հետո խփենք եկլի։ Ո՞վ մնա։ Մի քիչ ռեսկե հետո, մի քիչ ռեսկե հետո։ Արսենա ձենդ կտրես։ Իգնա աչքիքի մտնես հիմա։ Ես ընկավ, թույնա, կտիդ է։ Ապրես, +10, ու արի ֆինիշ ընկերս։ Արի մտել է իրակ դեպիլ։ Վերջինն է կծեց, վերջինն է կծեց։ Ես չի ավտոտ։ Ավտոս։ Տեից, ուզմս պարկի թող վրա պետք է անցնի։ Ու ժամանակ։ Մի րոպե 43 վայրկյան +2 հատ 3 հատ կեգլի։ Հաշիվը ընկերներ, ընդամենը դառնում է 1-1։ Ունենք դեռևս վերջին ռաունդ, որից հետո հնարավոր է իմ մեքենան, նաև Լիլիթի մեքենան ուղակի հեռանան իրենց կյանքից։ Վտանգավոր չելենջը սպասում ես, բայց ուսամ գոնե ինչ-որ մի ավտո ողջ կմնա։ Տուր ավտոս։ Այստեղ մի վայրկյան ստոպ։ Ես գիտեմ, որ դու ունես տունը ազատ ժամանակ, բայց չգիտես թե ինչպես դա ճիշտ օգտագործես, ինչպես ճիշտ հետաքրքիր եւ հավես ձևով անցկացնես այդ ազատ ժամանակը։ Ի ուրախություն ինձ եւ ի ուրախություն քեզ, մենք ունենք մի հատ թույն հովանավոր, որը ապովում է համ իմ, համ քո միասին թույն անցկացնելու ժամանակը, որը Ռադմիր ԿՌՄՊ-ն է, իսկ հեռախոսների համար հասել օնլայնը։ Փոքր ժամանակ բոլորս էլ վստահ են, որ խաղացել ենք GTA, համակարգչով կլինի, հեռախոսով կլինի, ու վստահ եմ, որ բոլորս էլ հոգնել ենք այդ միապաղաղ միսիաներից, միապաղաղ անցումներից, բոլորը անում էին նույնը։ Իսկ Ռադմիրում այդպես չէ։ Ռադմիրում սցենար չկա։ Այստեղ դու ես որոշում ինչ մեքենա վարես, որ տան մեջ ապրես, ինչ գործով զբաղվես, ինչով գումար աշխատես կամ գումար ընդհանրապես աշխատես, թե ոչ։ Նաև ընկերս, այստեղ բոտեր չկան։ Բոլոր խաղացողները ռեալ մարդիկ են քո պես։ Այնտեղ ես եմ խաղում, այնտեղ խաղում են իմ ընկերները, այնտեղ կարող են խաղալ քո ընկերները եւ նաև դու։ Ինչ է պետք դրա համար անել, ընդհանրապես ներբեռնել հասել օնլայն այն հողմով, որը գտնում են նկարագրությունների բաժնում, մտնել անպայման 18-րդ սերվեր, եթե ցանկանում ես խաղալ իմ ընկերների կամ քո ընկերների հետ միասին եւ անպայման օգտագործել Vizov պրոմոկոդը, որը քեզ կտա սկզբնական շրջանում գումար, մեքենա եւ VIP բաժնորդագրություն 7 օրով։ Ներբեռնի Ռադմիրը հենց հիմա հողմը ներքևում է։ Արսենն զզվելի բանի մեջ կգցեմ քեզ։ Վատես։
Ավտոյի ցանի ոտը $1000 արա։ Ինչ ընկերներ, հաշիվը 1-1 է, իսկ դա նշանակում է, որ վերջին երրորդ challenge-ը կլինի հաղթողին որոշելու challenge-ը։ Ուրեմն երրորդ challenge-ի համար կրկին դիմում ենք հաջողության, որը մեզ ցույց է տալու, թե ով է առաջինը սկսում challenge-ը։ Ինչու եք անում challenge-ը։ Ասեմ հերթականությունը որոշելուց հետո։ Давай գոնե Լիլիթ։ Ora ես ներվայանում եմ, ես գիշկ դառնում ես ծրագրի ձեռը։ Առաջինը սկսում եմ ես ընկերներ, ինչու եք անում մեր երրորդ challenge-ի իմաստը։ Մեքենան այստեղից երբ որ սկսում է մտնելու է այն իր տուփի մեջ, որի միջով պետք է անցնի ու գնային երկու մոմակալները, անցնի Պավլոդանի ու իշնի աստիճանները։ Աստիճանները բարդությամբ իջնելուց հետո նա պետք է թեքվի ամբողջովին դեպի ձախ եւ անցնի աթոռների տակով, արանքներով հենց անպայման։ Աթոռների փորձությունը հաղթարելուց հետո նա վերջապես կհասնի վերջնակետին։ Ավում է ժամանակ, ով առաջինը հասնում է վերջնակետին, նա ստանում է այսօրվա վիդեոյի հաղթողի տիտղոսը։ Չենք կարող իրան $1000, հիմա $1, բայց Գնաս ընկերներ, արագացրի։ Ես քեզ հավատում եմ, խնդրում եմ, բեր ինձ հաղթանակ։ Հե։ Ամեն մեքենային դիպչել է, երբ որ աստիճաններ լինես։ Ճիշտ է։ Դա ավելացնում է ժամանակին 10 վայրկյան։ Այետի մոռացել է, եթե պատաբար իմ մեքենան աստիճաններով իջնի ու պատաբար շուր գա, նրա նորմալ դիրքի բերելուց հետո իմ ժամանակին վերջում ավելանալու է 10 վայրկյան։ Այսինքն ամեն անգամ, երբ որ ես դզեմ իմ մեքենան, ավելանալու է 10 վայրկյան։ Ինձ թվում է, որ աստիճանների իջնելուց մի 15 անգամ գոնե մեքենաս կֆռա, իսկ դա նշանակում է, որ 150 վայրկյան իմ ժամանակին կավելանա։ Իսկ դա ինձ կբերի հաստատ պարտություն։ 2, 3։ Ժամանակը գնաց, դե ինչ մեքենա, ես քեզ հավատում եմ։ Գե, նա, ապրես, մի վայրկյան։ Սոկով անցի։ Արի փուճուր, արի, այր պողնո, խնդրում եմ, չջարդվես։ Օրա դիմոնում։ Այ շուրեկով։ 10 վայրկյան Պլյուս 10 վայրկյան։ Давай։ Ափսոս ես ջոզալ ավտոն։ 30 վայրկյան։ 30 վայրկյան։ Անկեղծ ես ափսոսում եմ Давай ավտոն։ О, всё. Прыцанք. Разворот, поворот. Давай, гнացինք։ 1 2 3 4 Давай. Stop. Մի րոպե 23 վայրկյան պլյուս 30 վայրկյան։ Այդ նշանակում է ժամանակը 1 րոպե 53 վայրկյան։ Կարաս այս թիվը գերազանցես։ Իհարկե։ Չես կարա։ Կարամ։ Չես կարա։ Կարամ։ Ավտոն 70 Կասկածում անգամ։ ես։ Ավտոն իրա 55000 անգամ շուր է գալու այս Գնացինք։ աստիճանին։ Դե ինչ Լիլի, դու ինչքանով ես պատրաստ։ Պատրաստ եմ։ Ես այս մի challenge-ն որ չեմ հավատում Լիլի թաղթանկին, հա աստիճանները հեշտ կիշնի, բայց իմ ավտոներն էս բաց չեր իջնում, չէ։ 3 2 1 ժամանակը գնաց։ Դին։ Վայ։ Լիլի թող պավորոտալ չգիտի դաժե։ Հե Լիլ։ Մի հատ սուս մնա։ Ֆուլ գաստու։ Ոյ, դանդաղ։ Արդ չենք մոռանում, որ իմ ավտոն շատ մեծ է։ Այդ չափը հենց քո ավտոյի համար է։ Նայ քո երեսի ճանսամ թեյշնում, իսկ ինչ ճանսամ թեյշնում ու սկսում է բուսավատանել։ Ինձ մոստիճանից գլորվում է $1000 դուք պատկերացնում եք։ Հետարի Հայեր բատենա որ մի անգամ իր ավտոն շուրջ եկել ու ինքը ձերով չի կպել։ Դե Լիլ, давай։ Լավն է, առաջինը ունես։ Գաստու։ Արա, ի՞նչ ես անում։ Քշի։ Ավտոս մնաց արանքը։ Ոտը հիմա իրավունք ունես ավտո դզես 10 վայրկյան ավելանա ժամանակի։ Չեմ ուզում։ Անեսել եմ օգնում։ Հետ դու, մի քիչ հետ դու։ Давай քշի։ Օրա բոբո։ Finishes. 2 րոպե 37 վայրկյան Լիլիթի ժամանակն է այն դեպքում, երբ որ Լիլիթը մի անգամ դաժե ավտոն չի դզել։ Դու օգնել եմ քեզ 10 վայրկյան չենք ավելացել։ Աստիճաններից էր իջնում, իրականում էլ ենք տենց քշում։ Դրա համար ես 1 րոպե 50 վայրկյանով հասա, դու 2 րոպե 40։ Ես ավելավ դանդաղ ասեմ ու ապահով, քան թե արագ ու վնասվածքներով լի։ Հիշեցնեմ այս challenge-ի միտքը, պետք է ավելի արագ հասնել, որ հաղթենք։ Իսկ այսքանով մենք ավարտում ենք ընկերներ։ Միշտ հիշեք, անպայման չէ ապրանքը լինի թանկ, կարևոր է թե ով է նստած իր ղեկին։ Ես շատ լավ նստած էի։